Ով չի ուզում կտրիչ դավոն լավ լինի, ասում է հայկական ժողովրդական երգը։ Իսկ ով չի ուզի, որ տրանսպորտային համակարգը լավը լինի։ Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի 1 տոմսով Երևանում A-կետից B կետ հասնելն արժի 150 դրամ։ Չնայած նրան, որ տոմսային համակարգն ավելի շուտ բարեփոխվեց, քան տրանսպորտային ցանցը, այնուամենայնիվ առաջիկա տարիներին մեզ սպասվում են նոր փոփոխություններ երթուղային նոր ցանցի տեսքով։ Իսկ որքան կարժենա այդ նույն A եւ B կետերի միջև տեղափոխությունը, երբ ներդրվի այդ նոր ցանցը։ Այս պահին երթուղային ցանցը այնպես է կառուցված, որ մենք մեր ուզած վայրը հիմնականում հասնում ենք մեկ փոխադրամիջոցով։ Երթուղային նոր ցանցի ներդրմամբ Երևանի այսպիսի բախտավոր ուղևորների թիվը էականորեն կրճատվելու է։ Եթե այսօր ուղևորների 94% ինչ որտեղ հասնելու համար օգտվում է մեկ փոխադրամիջոցից, ապա նոր ցանցի դեպքում 44%-ն է միայն ունենալու այդ հնարավորությունը։ Ինչու՞։ Դե որովհետև երթուղիների քանակը կրճատվելու է կենտրոնանալով տրանսպորտային 6 հանգույցների շուրջ։ Սա նշանակում է, որ ուղևորները ստիպված կլինեն ավելի հաճախ տեղափոխվել մեկ երթուղուց մյուսը ավելի հեռուն հասնելու համար։ Նշեմ, որ նոր ցանցի դեպքում ուղևորների 36%-ը երթևեկելու է մեկ տեղ փոխով, 16%-ը 2 տեղ փոխով, իսկ 4%-ը 3 տեղ փոխով։ Այս պարագայում, եթե իհարկե դուք չեք ուզում օգտվել քաղաքապետարանի առաջարկած փաթեթներից, դուք կվճարեք ոչ թե 150, այլ 300 դրամ։ Թեմային ավելի մանրամասն անդրադարձել են իմ գործընկերներ Հայարփի Բաղդասարյանը, Կատյա Մամյանը եւ Լյուսի Մանվելյանը։ Իսկ նյութի հղումը կարող եք գտնել նկարագրության բաժնում։ Իսկ վերջում ձեզ համար լավ առաջարկ ունեմ։ Ինֆոկոմի իմ գործընկերները ստեղծել են քարտեզ, որի միջոցով դուք կարող եք ստուգել, արդյոք այն 44% բախտավորների ցանկում եք, թե ոչ։ Այս գործիքի մասին պատմել եմ նախորդ հոլովակում։ Հետևեք մեզ, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, ինչպես նաեւ աջակցեք մեզ Patreon-ում։ Ձեզ հետ Սուսինան էր։ Շուտով կվերադառնամ այլ պատմություններով։